Բարդ ճանապարհ է, իրականում սկսել ամեն ինչը զրոյից, բայց եկավ մի փուլ, որ հասկացա, որ հաճախորդները ուզում են անպայման զգալ, շոշափել զարդը, համադրել իրենց ունեցածի հետ, իրենց հագուստի հետ, իսկ դրա համար պետք էր, որպեսզի լիներ մի տարածություն, որտեղ հաճախորդները հենց անձամբ կարող էին գալ եւ ընտրել։ Թիթեռնիկը ծնվեց երազանքից, որի հիմքում ընկած էր ստեղծել այնպիսի մի ապրանքանիշ, որը կանանց եւ աղջիկներին կփոխանցի ոչ միայն զարդեր կրելու ցանկությունը, այլ նաեւ այն ամբողջ էներգիան եւ ամբողջ ոգեշնչումը, որը ես դրել էի եւ պատրաստվում էի դնել զարդերի բիզնես սկսելու ժամանակ, նկատվում է միտում դեպի էկո նյութերի եւ բժշկական մետաղների վերամշակմամբ եւ դրանցով զարդերի պատրաստումը։ Գնային քաղաքականության մասով կարող եմ ասել, որ ուժեղանում է միջին սեգմենտը եւ մարդիկ պատրաստ են ներդրում անել զարդ գնելու մեջ ոչ միայն տալու առաջնահերթությունը, որ զարդը լինի պարտադիր ազնիվ մետաղից եւ լինի թանկարժեք, այլ կարող են նաեւ կատարել գնումներ այն հիմքով, որ ձեռք են բերում ոչ միայն զարդը, այլ ձեռք են բերում ապրանքանիշը։ Բրենդի հետ կարող եմ ասել, ուզում եմ ավելի Հայաստանից դուրս մասշտաբներ ընդարձակել Թիթեռնիկի, նոր հարթակներ տեղափոխել եւ մարզերի մասին է խոսքը եւ նաեւ Հայաստանից դուրս հիմնական նպատակը դա է։